Բարի լույս, բարի առավոտ իմ շատ սիրելի հետևորդներին և դրսում ապրող մեր բոլոր հայերին և հատկապես այն մարդկանց, ովքեր դիտում են մեր հոլովակը և նախապես շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ։ Ես էլ ձեզ նման կին, մայրիկ, տատիկ, այսպես պատրաստել եմ համովություններ հարգելիներս, դե բոլորիս տներում էլ այս պահին այս իրավիճակն է, նրբաբլիթներ, քյուֆտաներ, կոտլետներ, ես էլ պատրաստել եմ այս բոլորը սառցարանում էր, հիմա հանել եմ, որ հատիկ-հատիկ գեղեցիկ նորից տեղավորեմ սառցարանում։ Այս նրբաբլիթները լոբիով և կրծքամսով էր, որ ես պատրաստեցի կա իմ հոլովակում, այս նրբաբլիթները սովորական նրբաբլիթներն են տավարի մսով, սա իշլի քյուֆտանը, սա էլ կոկտեյլներն է, իմ լավ հետևորդներ ջան, ու ասեմ հարգելիներս, այսքանը որ կա, սա դնում եմ այստեղ սառցարանում, այս մեծ սառցարանում, բայց նաև խոհանոցի սառցարանում ունեմ նորից այս ձևի ամեն մեկից 2-3 տոպրակ, դա արդեն որ խոհանոցում է, ինձ համար հարմար է, որ ես հենց այնտեղից վերցնեմ ու տապակեմ, սա էլ դնում եմ այստեղ, ինչա ասելիքս այն է, որ սրանից բացի նաև ունեմ խոհանոցի սառցարանում ամեն մեկից 3 տոպրակ, նրբաբլիթներ, 3 տոպրակ իշլի քյուֆտա, 3 տոպրակ էլ կոտլետներ։ Եվ բոլորի ցանկանում եմ այս գալիք տարին իմ լավ հետևորդներ ջան, ամենալավն ու բարին, թող աշխարհին լինի խաղաղություն, մեզ բոլորիս լինի առողջություն և լիքը հաջողություններ մտնի բոլորի տներում։ Սա էլ իմ պատրաստած սալն է, հարգելիներս, որ պատրաստել եմ, նայեք տեսեք, պատրաստել եմ 2 տարբերակով, 2-ը յուղաթղթով եմ դրել սառցարանում, մի քանի հատն էլ այստեղ հենց սենց ամանով կծածկեմ և սա էլ կդնեմ սառցարանում։ Հարգելիներս, սա մեր բուդնախ, որ մենք գնել էինք, դե սառցարանից այսօր հանեցի, որ աղաջուր անենք և արդեն դնենք աղաջրի մեջ, ինչ եմ ուզում ասեմ, ուզում էի ցույց տալ, թե ոնց էր ամուսինս հանում այս ոսկորը բդի մեջից, նայեք տեսեք, ամեն տարի երբ բուդ ենք առնում, մենք այս ոսկորը մեջից հեռացնում ենք, որովհետև սա ավելա, մարդ կա, որ թողնում է մեջը, բայց չէ, մենք թողնում ենք, որ բուդը եփելուց ավելի համ գեղեցիկ տեսք է ունենում, համ էլ ավելորդ է ոսկորը։ Չկարողացա այդ պահը նկարեի հարգելիներս, բայց ուզում էի, որ նկարեի և դուք էլ տեսնեիք, թե ոնց էր հեռացնում ոսկորը։ Հիմա սա հանել եմ, կծակենք դանակով, սխտոր կդնենք և կպատրաստեմ աղաջուր, աղաջրի մեջ լցնելու եմ հատիկավոր պղպեղ, դափնուտերև և գազար և այս բուդը կդնեմ արդեն ջրի մեջ, աղաջրի մեջ ու ամեն օր այսպես կթափեմ ջուրը, նորից նույն ձևով կդնեմ, մինչև ամսի 30-ը նոր բուդը արդեն կխաշեմ ու ասեմ հարգելիներս, ես նախապես խաշում եմ, հետո նոր կարմրացնում եմ ջեռոցում, իսկ մարդիկ կան, ես նայեմ, շատ եմ տեսնում հոլովակներ, որ ասենք բուդը քանի կիլո լինում է, այդքան էլ պետք է էփես ջեռոցում, այսինքն սա 12-11 կիլո բուդ է, պետք է մենք 11 ժամ եփենք ջեռոցում, բայց ես այդպես չեմ անում, հարգելի հետևորդներ ջան, միշտ արել եմ իմ տարբերակով, նախապես խաշում եմ, հետո նոր կարմրացնում եմ ջեռոցում։ Այս պոչի մասը նայեք, այստեղից հեռացրել է ոսկորը, սենց ամբողջությամբ։